մենք գերադասում ենք գետը չթրա հոբ չասել, այսինքն գերադասում ենք, որ էլեկտորալ պատկերը ամբողջացնի ժողովուրդը, շատ լավ է, որ քաղաքական որևէ ուժ, այդ թվում ԿՊ-ն 50% գումարած մեկ օրինական ընտրություններ։ Իրենք ասում են մենք դա վերցնել ենք։ Իրենք շատ բան են ասում։ Դա նշանակում է ընտրությունները կեղծելու անոս։ Իրանց այդ հայտարարությունը շատ լավ է, որ որևէ սոցիոլոգիական հարցումով որևէ ուժ միանձնային իշխանություն ձևավորել չի կարող, այդ նույնիսկ կարող է խթանել քաղաքական առողջ զարգացումներ, ի նկատի ունեմ կոնսենսուս, կոմպրոմիսներ եւ այլն։ Ի վերջո այդ կոալիցիոն մշակույթը պարլամենտարիզմի շատ լավագույն դրսևորում է։ Ուրեմն շատ դրական մի process էլ հիմա կա, առնվազն 4 կոնսոլիդացիոն կենտրոն է ստեղծվում ընդդիմադիր դաշտում, գոնե այս պահին։ Դա շատ լավ գործընթաց է։ Արման Թաթոյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Այո, 4 կոնսոլիդացիոն կենտրոն է ստեղծում, սա արդեն նշանակում է, որ քաղաքական ուժերը ավելի փոքր ուժեր, օրինակ մեր տիպի իրատեսորեն են գնահատում իրանց հնարավորությունները եւ ձայների փոշիացում որպես այդպեսին կամ ռիսկը վերանում է։ Հիմա դեպից ուժացելով նկատի ունեք դեմոկրատական այլընտրանքին։ Հա, եթե առանձին ես մասնակցում, հասկանալի է, բարձր է։ Հա, հիմա ես չեմ կարծում, որ այս պահին ընդդիմության ֆավորիտ որոշելը ճիշտ է։ Սոցիալությունների դինամիկան, որ մենք ունենք, իսկ մենք այդ ուղղությամբ չհրապարակվող, բայց շատ ակտիվ աշխատում ենք, խոսում են, որ ընդդիմադիր դաշտում մի քանի կոնֆիգուրացիա է հնարավոր ընտրական գործընթացի ֆինիշին։ Ուրեմն մենք պատրաստ ենք եւ աջակցել ընդդիմության այլ ֆավորիտի, եթե հասարակությունը նման որոշում կկայացնի։ Այդ թվում Սամվել Կարապետյան։ Այդ թվում։ Եվ ակնկալում ենք, որ ընդդիմադիր այլ ուժեր կոնսոլիդացվեն մեր շուրջ, եթե հասարակությունը մեզ դիտարկի ֆավորիտի դերում։ Այսինքն բացարձակապես չեմ ուտելու իշխանության կուտը եւ վախենալու Գյումրիի մոդելի մասին խոսելիս, դա Գյումրիի մոդել չի նախ։ Առաջին անգամ դա փորձարկվել է Երևանում։ Ինչի շնորհիվ ԿՊ-ն կարողացել է վերարտադրել իր իշխանությունը։ Որում շատ անհասկանալի է մի ֆրակցիայի պահվածքի։ Այնտեղ էլ երկու հոգու գողացան մեկ այլ ֆրակցիայից։ Տեխնոլոգիական առումով Գյումրիի մոդել կոչվածը դասական ժողովրդավարության դրսևորումը։ Կոալիցիա, չէ, միայն Գյումրիի մոդելի երկրորդ մասը մեր համար ընդունելի չի, երբ որ քաղաքական համախոհության սկզբունքով մի տեխնացուի շուրջ կոնսենսուսի են գալիս առանց կոալիցիա կազմելու, որտեղ դա խաթարում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։